Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Պատմության խորհուրդ հաղորդաշարի եթերում այսօր խոսելու ենք հայ պատմագրության մասին իբրև քաղաքակրթական երևույթ, ֆենոմեն։ Այս առումով մենք պետք է ևս մեկ անգամ հղում կատարենք մեր նախորդ երկու հաղորդումներին, մեկը նվիրված թարգմանչած շարժմանը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ եւ իհարկե մյուսը մեկ այլ սրբի Սուրբ Մովսես Խորենացուն նվիրված մեր հաղորդմանը։ Երբ մենք նշել ենք, թե ինչպես է մեր սեփական այբենական գրային համակարգի ստեղծումից հետո արդեն սկիզբ առնում մեր թարգմանական գրականությունը եւ որ ամենակարևորն է պատմագրությունը։ Ինչու է պատմագրությունը ֆենոմենալ երևույթ։ Ինչու է սա չափազանց կարևոր։ Սա մենք պետք է շատ հստակ ֆիքսենք, որովհետև շատ հաճախ այնպիսի տպավորություն է առաջանում, դե որ պարզ է, եթե գիրը ստեղծվեց, միանգամից պատմագրություն էլ կձևավորվի, դա մենք բնական ենք ընկալում, որովհետև դա այդպես բնական էլ եղել է։ Իսկ սա իրականում բավական հստակ քաղաքակրթական ֆենոմեն է։ Բանն այն է, որ պատմական գիտելիքի փոխանցումը սերնդեսերունդ իբրև պատմական հիշողության վերարտադրման կարևոր մեխանիզմ տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր ազգերի միջավայրում իրականացվում է տարբեր կերպ։ Տարբեր ժամանակաշրջաններում, հատկապես 20-րդ դարի ընթացքում եւ մեր դարի սկզբում, տեսաբանները, հատկապես քաղաքակրթությունների տեսության մասնագետները քննարկել են այս հարցը եւ դասակարգել են տարբեր քաղաքակրթություններ ըստ նաև այս սկզբունքի, թե ինչպես են փոխանցում պատմական գիտելիքները ավագ սերնդի ներկայացուցիչները հաջորդ սերունդների ներկայացուցիչներին եւ այսպես սերնդեսերունդ իրենց նախնիների, ծագման, քաջագործությունների, հերոսների, հիշատակության արժանի իրադարձությունների մասին գիտելիքը թողել են ապագային։ Եվ խնդրեմ, հայերի պարագայում մենք ունենք ֆենոմենալ երևույթ։ Մի կողմից մենք ունենք գրավոր փոխանցման սկզբունքը պատմագրության տեսքով ի սկզբանե 5-րդ դարից սկսած եւ մյուսը ունենք նաեւ բանավոր սկզբունքը, որ էպոսի տեսքով է փոխանցվել եւ այն եւս բարձրագույն կատարելագույն վիճակում հասել է մինչեւ 19-րդ դար եւ գրի է առնվել 1874 թվականից սկսած հոգեվոր գործչի կողմից եւս տվյալ դեպքում Գարեգին Սրվանստյանցի կողմից, որ բարձրաստիճան հոգեորական էր։ Մենք այս մասին խոսենք առանձին այս երկրորդ մասի վերաբերյալ, իբրև հայոց եկեղեցին մոդեռնիզացիայի, այսպես շարժումը նախաձեռնող հայկական միջավայրում, թե ինչպես էր նայում օրինակ էպոսի գրի առմանը, որ կարևոր էր փաստորեն պատմական գիտելիքի նաև այս բանահյուսական, էպիկական ժանրը եւս փոխանցել գրավոր տեսքի։ Եվ ահա 5-րդ դարում երբ մեր միջավայրում կան վիպերքեր, ավանդազրույցներ եւ դրա կողքին կան արձանագրություններ տարբեր, օտար, մասնավորապես հույն պատմագրության հուշարձաններ, գրքեր, որտեղ պահպանվում են հայոց պատմության տարբեր դրվագների մասին իրադարձություններ, այստեղ հայկական միջավայրում Մեսրոպ Մաշտոցի սաների միջավայրում ծնվում է հայկական պատմագրությունը։ Ի սկզբանե հայ վարդապետը, հայ մտավորական մարդը հասկանում է եւ կարեւորում է այն, որ ինչ կատարվում է, ինչ մեծագործություններ հենց Խորենացու բառը կիրառելով ասենք, կատարվում են Հայաստանում, պետք է գրի առնվեն։ Եվ այդ տրամաբանությամբ գրվում են ինքնուրույն ստեղծագործություններ։ Հայկական պատմագրությունը պալատական միջավայրում ձևավորվող թելադրվող նյութ չէ։ Հայ առաջին պատմիչները բոլորը ինքնուրույն հեղինակներ են, օժտված են ինքնուրույն վերլուծական եւ քննական հատկանիշներով եւ յուրաքանչյուրը նրանցից մասնակից է եւ Աստվածաշնչի առաջին թարգմանությանը եւ թարգմանչած շարժման ընթացքում ուսուցչությամբ է զբաղվել։ Նրանք իրենց ժամանակաշրջանի գլխավոր ինտելեկտուալներն են, այսինքն իրենց ժամանակաշրջանի գլխավոր մտավորականները, գիտնականները, ուսուցիչները, պրոֆեսորները, եթե այսօրվա բառապաշարով խոսենք, եւ նաեւ նորարարները, ինչու ոչ։ Եվ այս առումով մենք տեսնում ենք առաջին նմանատիպ երկը Կորյունի աշխատությունն է Վարք Մաշտոցի, որտեղ փաստորեն վարքագրական ժանրով իբրև սրբի կյանք է ներկայացվում գրերի գյուտը եւ նրան հաջորդող իրադարձությունների ամբողջ շղթան, որ կատարվում է Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Սա Մեսրոպի վարքն է
եւ այս առումով իհարկե աշակերտի գնահատանքն է ուսուցչին այն ժամանակ, երբ որ աշակերտը արդեն վաղուց ինքը ուսուցիչ է։ Եվ այս տրամաբանությամբ գրվում են շատ այլ գործեր, օրինակ Եղիշեն, որ հայտնի է նաև իր կրոնական բնույթի աշխատություններով եւ նաև նրանով Աստվածաշնչի թարգմանիչներից մեկն էր, գրում է Վարդան Մամիկոնյանի եւ Վարդանանց մասին Վասեն Վարդանա եւ հայոց պատերազմին աշխատությունը, որտեղ կարծեք այդ 36 տարերի խորհրդով թարգմանչած շարժումը զորականների տեսքով վերածում է 1036 նահատակների, փոխակերպում է, այսինքն վերհառնում է իբրև հավերժություն հաջորդ սերունդների համար, նահատակություն Վասեն հավատով, Վասեն հայրենյաց, այսինքն հավատի եւ հայրենիքի համար, հավերժություն տալով ապագա սերունդներին, օրինակ լինելով ապագա սերունդների համար։ Այսպես տեսնում ենք Մովսես Խորենացին տալիս է հաջորդ գաղափարը։ Պատմագրության մեջ ձևավորում է մի ժանր, որը պատմություն հայոց շարադրանքն է։ Հնագույն ժամանակներից մինչև իր օրերը ամփոփում է պետականության գաղափարի շուրջ, թագավորությունը իբրև պետականության բարձրագույն ֆորմա, որը դնում է որպես հիմնադիր հայր մեր ազգի Հայկ Նահապետը։ Եվ շատ հետաքրքիր է այստեղ, որ պատմագրական ավանդույթը ի սկզբանե Սուրբ Մովսես Խորենացու կողմից, որ եպիսկոպոս էր, բարձրաստիճան հոգևորական է Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթև կաթողիկոսի աշակերտն էր, տալիս է այն բանաձևով, որ մեր նախաքրիստոնեական եւ քրիստոնեական շրջանները պետք է միմյանց հետ հաշտ լինեն, որտեղ այդ երկուսը մեկ ընդհանուր մարմնի հայ ազգի մասերն են։ Եվ այս շարունակականությունը եւ հաշտեցումը հաջողությամբ փաստորեն թարգմանչած շարժման այս գործիչները կատարում են ու Խորենացու այս մոտեցումը փոխանցում է հաջորդ դարերին։ Հետագայում տարբեր պատմիչներ շարունակում են Խորենացու դրած այս սկզբունքը, պատմություն հայոցը շարունակում են շարադրել եւ այդպիսի հեղինակներից իհարկե բացառիկ է օրինակ Հովհաննես Դերասխանակերտին։ Նա կաթողիկոս է եղել, կաթողիկոս, որ 9-րդ դարի վերջին տասնամյակներից կարևոր դեր է ունեցել Հայաստանի ոչ միայն հոգևոր կյանքում, այլև կաթողիկոս դառնալուց հետո նաև զբաղվել է դիվանագիտությամբ, մասնավորապես Սմբատ առաջին թագավորի եւ նաև Աշոտ երկրորդ Երկաթի գործողությունների արդյունքում։ Եվ այս անձնավորությունը հետաքրքիր է, որ իրեն դիրքավորում էր նաև դավանաբանական վեճերում, անգամ Հայաստանի համար ամենաբարդ իրավիճակում, որ չի գնա ընկրկման, չի զիջի որևէ դիրք, օրինակ բյուզանդական կայսրության կողմից պարտադրվող եկեղեցիների միության այդ օրակարգում, որ պնդում էին, որ մենք պետք է ենթարկվենք իրենց պատրիարքին եւ կայսրին, այստեղ նա հակադրվում է, անգամ այն ժամանակ, երբ ունի որոշակի հակասություններ այդ ժամանակվա հայոց թագավոր Աշոտ Երկաթի հետ, նա միևնույն է իր թագավորին չի հանձնում, այսպես ասենք, չի դավաճանում որպես բյուզանդական, այսպես օրակարգը սպասարկելու ինչ-որ միջոց։ Եվ նա շատ հստակ նաև մատնանշում է օրինակ Նիկողայոս պատրիարքին, Կոստանդնուպոլսի բյուզանդական պատրիարքին, իր նամակում, որ չի կարող զիջման գնալ միության հարցում եւ զիջել դիրքերը, որովհետեւ ինքը ոչ թե ընդհանրական ուղակի այդպես գլոբալ քրիստոնեական ինչ-որ կառույցի մաս է կամ ղեկավար, այլ որովհետեւ կոնկրետ նա հայ ազգի հովապետն է։ Եվ այս մոտեցումը նա նաև հաղորդել է իր երկասիրությանը, այսինքն պատմագրության մեջ այս գաղափարը այս ձևով զարգանում է։ Մեր պատմագրության մեջ տեսնում ենք, որ այս միտումը պահպանվում է նաև հետագա մյուս հեղինակների մոտ։ Օրինակ 17-րդ դարում այս գաղափարը տեսնում ենք Առաքել Դավրիժեցու մոտ։ Այս վարդապետը Առաքել պատմագիր հաճախ այս անունով հիշատակվող հեղինակը շարունակում է այդ գիծը հստակ պահել, հայկական պետականության գաղափարը նրա մոտ ի հայտ է գալիս անգամ այն ժամանակ, երբ որ մենք պետություն չունենք 17-րդ դարի պայմաններում անցել ենք Շահ Աբասի ամենաահավոր փաստորեն այդ բռնագաղթի միջով, բայց շարունակում է նա հավատարիմ մնալ մեր ազգային ավանդույթներին եւ մատնանշում է հայոց թագավորության մասին գաղափարը, շարունակում է այդ գիծը տանել անգամ այդ բարդ ժամանակներում։ Եվ մենք տեսնում ենք, որ միջնադարում ի հայտ են գալիս տարբեր ժանրեր պատմագրության մեջ, այսինքն բացի ընդհանրական շարադրումից,
ընդհանրական շարադրանք պատմություն հայոց ձևակերպմամբ, նաև տեսնում ենք, որ փաստորեն վարքագրական ժանրն է շարունակում զարգանալ Մեսրոպ Մաշտոցի վարքի օրինակով, նաև վկայաբանություններ են ի հայտ գալիս, որը վաղ քրիստոնեական մատենագրությանը բնորոշ էր նաև Հայաստանից դուրս, եւ այդպիսի վկայաբանություն է օրինակ Շուշանիկի նահատակությունը, որտեղ արտահայտվում է հայոց սպարապետ Սուրբ Վարդան Մամիկոնյանի դստեր նահատակությունը, երբ նրա ամուսինը Վազգեն Բդեշ Ղգուգարքի ընդունել էր զրադաշտականություն եւ փորձում էր տիկնոջը, իր կնոջը պարտադրել դա, բայց կինը հավատարիմ է մնում իր հավատքին եւ այստեղ նահատակվում է նույնիսկ փաստորեն ամուսնու ձեռքով։ Այս նմանօրինակ մոտեցումներով մենք տեսնում ենք ժանրի զարգացում հետագայում, իսկ ավելի ուշ ճյուղավորում է տեղի ունենում եւ միջնադարի հաջորդ փուլերում ի հայտ է գալիս նաեւ ժամանակագրության ժանրը, այս առումով իհարկե Մատթեոս Ուրհայեցին այս ժանրի սկզբնավորողն է եւ հետաքրքիր է, որ ի տարբերություն արևմտյան ժամանակագիրների, ովքեր որ տեքստը շարադրում էին ուղակի թիվ, դիմացը անուն եւ այլն կամ իրադարձություն, նա շարունակում է հավատարիմ մնալ վաղ միջնադարից եւ թարգմանիչներից փաստորեն եկած այդ ավանդույթին, որ պետք է տեքստ շարադրել։ Անունն է ժամանակագրություն, մոտեցումը փոխվում է։ Եվ նաև ի հայտ են գալիս նաև տեղագրական ուսումնասիրությունների նմանությամբ պատմության շարադրում։ Օրինակ, տեղական նահանգային, այսպես լոկալ կամ տոհմերի շարադրանք է ի հայտ գալիս պատմության, որտեղ պահպանվում է այդ լայն շարադրանքը, այսպես մանրակրկիտ շարադրանքը, այդպիսին է օրինակ Թոմա Արծրունու ստեղծագործությունը, որտեղ նա տալիս է Վասպուրականի եւ մասնավորապես արծունիների իշխանական տան պատմությունը, որտեղ նրանք ամենահզոր հայ իշխաններից են եղել։ Մեկ այլ նման օրինակ է Ստեփանոս Օրբելյանի պատմություն տանն Սիսական, այսինքն Սյունիք նահանգի պատմությունը, եւ այստեղ հետաքրքիր է, որ այս պատմիչը լինելով իր ժամանակաշրջանի 13-րդ դարի երկրորդ կեսի եւ 14-րդ դարի ամենանշանավոր դեմքերից մեկը, չի շեղվում Հայաստանի ընդհանրական պետության եւ եկեղեցու գաղափարից եւ հավատարիմ մնալով այս ամենին տալիս է այն մոտեցումը, որ Հայկ Նահապետից են սերում նույնիսկ Սյունիքի հնագույն բնակիչները, այդ ժամանակաշրջանից է այդտեղի տոհմը իշխանական իշխում եւ նաեւ աթոռի սկիզբը այդտեղ առանձին եպիսկոպոսական աթոռի սկիզբը տալիս է Բարդուղիմեոս առաքյալի ժամանակներից, այսինքն Հիսուս Քրիստոսի ժամանակաշրջանի հետ է կապում։ Այդ առնչությամբ մի փոքրիկ հատված ընթերցենք եւ տեսնենք, թե ինչպես է հայ պատմագրական միտքը դարերով պահել ընդհանուր այդ պատմական հիշողության շղթան։ Ամենից առաջ ինձ համար կարևոր ու չափազանց անհրաժեշտ էր ցույց տալ հենց այս, թե հայերից նախ հավատացյալ դարձան սյունեցիները, որոնք Սուրբ Ավետարանին հնազանդվեցին Բարդուղիմեոս Սուրբ առաքյալի միջոցով եւ անտեղի չէ այժմ դա շարադրել։ Տեսեք, իր ժամանակաշրջանի համար շեշտադրումներ է կատարում։ Բարդուղիմեոսը Պարսկաստանից վերադառնալիս իր աշակերտների հետ գալիս է Ատրպատականով եւ անցնելով Երասխ գետը մտնում է Սիսականի սահմանները, այսինքն Սյունիք։ Սկսում է քարոզել Որդվատ գյուղում։ Այստեղ խոսքը Օրդուբադի մասին է, որ հնչյունափոխության արդյունքում է այժմ Օրդուբադ կոչվում եւ ցավոք այժմ գտնվում է Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմում, այսինքն Ադրբեջանի կազմում, անմիջապես Մեղրիի հարևանությամբ իդեպ։ Եվ այդտեղ փաստորեն գործել են առաքելական ժամանակներից հայերը։ Արևիկ գավառը ներկայիս Մեղրիի հենց հատվածն է։ Բախքում եւ Գողթնում, Գողթնն էլ ցավոք այսօր Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմում է, նորից Ադրբեջանի կազմում։ Տեսեք, ինչ ժամանակաշրջանի մասին ենք խոսում եւ ինչ վայրերի, որտեղ փաստորեն առաքելական ժամանակներից մեր քրիստոնեության ակունքներն են։ Սրանք ընդունելով ավետարանի քարոզությունը լուսավորվեցին ավազանի մկրտությամբ Բարդուղիմեոս Սուրբ առաքյալի շնորհիվ եւ հետագայում նշում է, որ իր աշակերտներից մեկին Կումսի անունով ձեռնադրելով եպիսկոպոս ու նրան հանձնելով Սուրբ Հոգուն ինքը գալիս է Վանանդ գյուղը, որ մոտակայքում էր գտնվում։ Այսինքն նա տալիս է այն գաղափարը, որ դեռևս մոտավորապես 250 տարի առաջ մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ Տրթատ մեծ թագավորի կողմից քրիստոնեության Հայաստանում պետական կրոն հռչակելը
դեռ ավելի վաղ Հայաստանում, կոնկրետ Սյունիքում օրինակ կա եպիսկոպոսական աթոռ, եւ որի շարունակողն է ինքը իր ժամանակներում։ Սա օրինակ այս պատմագրական միտքը ցույց է տալիս նաեւ այդ ինստիտուցիոնալ կապը նաեւ եկեղեցական կառույցի ներսում։ Հետաքրքիր է, որ թագավորության բացակայության պայմաններում ավելի ուշ 17-րդ դարում մենք կարող ենք տեսնել մեր հեղինակները սովորական գրիչ, ինչպես է 1678 թվականին օրինակ մի ժողովածույում նշում պատմագրական այդ ավանդույթի պահպանության մասին։ Եվ այստեղ խնդրեմ մի կարճ հատված ընթերցեմ։ Յուրաքանչյուր ոք ի կորովաբան եւ իմաստախոհ առանց հազգին յուրում ըստ ժամանակագրությունս կարգյալ ձեռնարկյաց։ Եվ խնդրեմ, անցնում է մեր պատմիչների թվարկմանը, որոնցից հատվածներ է ժողովել։ Իսկ մերայինս ազգի ասել առաջին պատմագիր Զագաթանգեղոս, որ գրյաց ըս պատճառ լուսավորելով ըս հայս Սրբույն Գրիգորի նորասքանչ համբերությամբ, այսինքն տալիս է նախ Ագաթանգեղոսի անունը իբրև Հայաստանում Գրիգոր Լուսավորչի կողմից փաստորեն պետական կրոն դառնալու այդ գործի առնչությամբ քրիստոնեության մասին է խոսք իհարկե։ Եվ ապա Մովսես Խորենացի հավաստապատում եւ ըսկնի Եղիշե եւ Ղազարիկ, խոսքը այստեղ պատմարան Մովսես Խորենացու, Եղիշե եւ Ղազար Փարպեցու մասին է, եւ Փավստոս, որ Բուզանտ պատմիչ հառաջ քան զինքն։ Այսինքն այստեղ տրվում են 5-րդ դարի մեր այդ թարգմանչած շարժման գործիչ մեր հեղինակների անունները պատմագրության հիմնադիրների եւ տեսեք դարեր անց այդ ավանդույթը պահպանելով մենք տեսնում ենք շարադրանք, ընդ որում հավաքածուում, այս ժողովածուում հավաքված են տարբեր ժամանակաշրջանների պատմիչներից մեջբերումներ, հատվածներ, օրինակ այստեղ նշվում է Արիստակես Լաստիվերցու անունը, 11-րդ դարի հեղինակ։ Նշվում է նաև այդ նույն ժամանակաշրջանի հեղինակ Ստեփանոս Տարոնեցի ասողիկը, որը իդեպ նոր ժանրի նշանավոր ներկայացուցիչ էր, տիեզերական պատմություն։ Տեսեք 11-րդ դարի հայ մարդը մտածում է հայ վարդապետը, որ կարելի է հայոց պատմությունը շարադրել համաշխարհային պատմության համատեքստում, որ հայ մարդը այստեղ իմանա զուգահեռ ինչ է տեղի ունենում, ինչ է տեղի ունեցել եւ այդ գլոբալ process-ները ինչպես են ազդել Հայաստանի գործընթացների եւ նույնը հակառակը Հայաստանը ինչ ազդեցություն ունի այդ գործընթացների վրա։ Եվ այսպես պատմագրությունը զարգացել է դարերի ընթացքում եւ հենց այս պատմագրական ավանդույթի շնորհիվ է, որ մեր պատմական հիշողությունը, մեր ինքնությունը փոխանցվել է դարերի ընթացքում գրավոր տեսքով։ Եվ երբ հանկարծ ինչ-որ հանգամանքների բերումով նույնիսկ հնարավոր չէր բանավոր փոխանցել, ենթադրենք ավագ սերունդը մեծ փորձություններով էր անցել եւ կորցրել էր, ենթադրենք շղթայի ինչ-որ կտոր, որ կարող էր փոխանցել բանավոր հաջորդ սերնդին, դիմում էին այս հուշարձանների օգնությանը, այսինքն այս կարևոր պատմագրական երկերին էին դիմում, նրանցում նշված տեղեկությունները ընթերցելով, արտագրելով, որը կոչվում էր ընթորինակություն, փոխանցում էին հաջորդ սերունդներին։ Ընթորինակությունը կատարում էին վանքերում, անում էին հայ եկեղեցու վարդապետներ որպես կանոն, գրիչներ, եւ այս մարդիկ են հարյուրամյակներ, մոտ 2000-ամյակ շարունակ, փաստորեն սկսած հայ գրի գյուտից եղել հայկական ինքնության մեջ պատմական հիշողության փոխանցման պահապանները։ Առանց նրանց նմանատիպ գործունեության մենք կորցնելու ենք դարերով մեր պատմական հիշողության փոխանցման հնարավորությունը։ Իսկ այսօրվա մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք հաջորդ շաբաթ պատմության խորհուրդը հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։